Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում իմ տունը քո տունն է հաղորդաշարն է։ Հաղորդաշարի շրջանակում հյուրընկալել եմ Արցախի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահան Խաչատրյանին։ Ողջույն Վահան։ Ողջույն։ Վահան ջան, ես գիտեմ, որ 20 թվականից հետո դուք տեղափոխվեցիք Արցախ, բայց կուզեմ, որ մեզ դիտողներին դու ինքներդ պատմեք, թե ոնց ստացվեց, որ Արցախ տեղափոխվեցիք, դա ձեր նախաձեռնություններ, թե պետության կողմից կար պատվեր, խնդրեմ համեցեք։ Դե ես մի բան ասեմ, երևի մարդը այնտեղ է հայտնվում, որտեղ պետք է հայտնվի։ Ուղղակի սենց է, եթե մանրամասներ բացենք 20 թվականի այդ ամեն ինչից հետո ես իրականում կորցրել էի իմ առօրյան քանդվել էր ամբողջական, իրավիճակն էս է քանդվել, լրակյաց իրավիճակ, լուր, ոչ մեկ այդ գրեթե չեմ շփվել։ Օրերից մի օր խոսակցություն գնաց ընկերական շրջապատում, որ ճիշտ կլիներ Արցախի թատրոնում մի բան արվեր, մեկ ներկայացում թեկուզ։ Ես ասացի մեծ սիրով կանեմ, ինչու՞ չէ։ Արամն էր իմ ընկերներից Սուքիասյանը, ուսանողական տարիներից ընկերներից է եղել Հարութներ Բաբայանը ու իրենք միջնորդեցին, որ ես հասնեմ Արցախ։ Հրավերքը եղավ արցախյան կողմից ավելի կոնկրետ, մեկ բեմադրության հետ կապված էր, սկզբից գնացինք հրեշը լուսնի վրա ներկայացման հետ էր պայմանավորվածությունները։ Մայիս ամսին 21 թվականի հասանք Արցախ ու սկսեցինք ընդհանուր աշխատել, որ դու ընթացքում մերվում ես ու դառնում ես ամբողջական կոլեկտիվի մի մասնիկ, որտեղ դե թատրոնը ինքը ամբողջական արվեստ, ընդհանրապես կոլեկտիվ կարգավիճակն է։ Դու զգում ես, որ դու սա քոնն է։ Հարցը նա չէր, կային ռեժիսորներ, չկային, կար գործեր, չկար, հարցը դա չի։ Դարձանք մի ամբողջ ընտանիք իրար հետ։ Թատերական յուրօրինակ, տարօրինակ մեր ընտանիքը դարձանք ու երբ որ դրանից մեկ ամիս հետո ինձ որպես ռեժիսոր տնօրեն առաջարկեց Արմեն Հարությունյանն, ասաց իսկ կլինի մնաց որպես ռեժիսոր հենց։ Ասացի լավ, փորձենք, փորձեցինք ու ինքը շատ ավելի հետաքրքիր ճանապարհ բերեց։ Ինքը ես սա կարամ մի քիչ տարօրինակ երևի հնչեմ, երևի Արցախը ավելի շատ այնց տվել, քան ես իրան, այսինքն նույն դաստիարակելու մեջ ինքը իր ձևաչափ ունեցավ։ Ինձ աշխարհ հայացք փոխելու, վերարժեքավորելու շատ բաներ, դժվարությունների մեջով անցնել, այդ փորձությունները, որը պետք է գնայինք։ Երևի դա էր։ Ես մի քիչ տխուր բան եմ, ծանր եմ սկսել խոսել Արցախից, վերջերս բարդ եմ մի քիչ անկեղծ։ Վահան, մեր հաղորդման խորագիրը իմ տունը քո տունն է եւ մենք հաղորդաշարը երբ սկսեցինք, միտումը այն է, որպեսզի արցախցի մեր հայրենակիցները տեսնեն, թե ինչ ընդունելություն կա Երևանում, Հայաստանի տարբեր մարզերում եւ իրոք իրենք ազատ լինեն եւ այդ զգացումը լինի իրենց մոտ, որ Հայաստանը իրենց տունն է, որովհետև Արցախը Հայաստանի մի մարզ էր։ Երբ որ դու գնացիր Ստեփանակերտ, ինչ զգացում ունեիր, քո տանն էիր, թե օտար տան մեջ էիր։ Գերք միշտ տարօրինակ հարց, տարօրինակ տնօրենն է օրերից մի օր պատասխան տվել իմ հետ կապված, երբ որ խոսում էին, թե արցախցիներից մեկ ասել, դե դու երևանցի ես, ինչ գործ ունես, բա այստեղ տնօրենը ջղայնացավ թատրոնի, որ իմ լավ ընկերն է միշտ, մենք ընտանիք մի ամբողջ իրական ասաց իր մի հորեղբայրը զոհվել է Լաչինում, մյուս հորեղբայրը զոհվել է Մարտակերտում, իր ընտանիքի գրեթե բոլոր տեղամարտիկ միշտ ներկա են եղել։ Հիմա հարց ձեզ ինքը ավելի արցախցի է, թե դուք։ Մի քիչ ես մի ռակուրսային հարցը այլ է։ Ես երբեք չեմ տարանջատել Հայաստան-Արցախ։ Երևի դա իմ համար Հայաստանի սահմանը սկսվում էր այնտեղից, որտեղից պիտի սկսվեր։ Այդ պայմանից ես հասկանում եմ, որ այդտեղից է սկսվում եւ այդտեղ պիտի լինես։ Իմ տունը քո տունն է, ինքը շատ լավ է, բայց ոչ թե արցախցին հասկանա կամ չհասկանա կամ զգա կամ չզգա, իմ տարբերակով ես հասկացել եմ, որ թե Արցախն էլ է իմը, թե Երևանն էլ, թե Գյումրին էլ, թե Վանաձորն էլ, ես հայ եմ ու ապրում եմ իր հայրենիքում։ Որ տարբերություն չկա, որտեղ եմ ես, ասենք ես շատ հանգիստ ապրել եմ։ Գիտեք հարցը ոնց, ասենք մեր պապերը եկել են գաղթել են այսօրվա Արևմտյան Հայաստանից։ Մենք եկող ենք այս տարածք, ես իմ ընտանիքի իմաստ եմ խոսում։ Մորական կողմս Վրաստանից է։ Այսինքն եւ ես երբեք Վրաստանում եմ
եղել ախալցխե քաղաք, որ գնում ենք, ես եղել եմ այնտեղ, դա եղել է իմ մայրական տան, պապական տան մի մասնիկը։ Արցախը դարձավ եւս իմ արդեն իմ տան մի մասնիկը դարձավ։ Ու ինքը կար ու կա մինչև հիմա իմ սրտում ինքը կա։ Ես ուտոպիստ չեմ, ինչ-որ հույսերով ապրող չէ, ես գիտեմ, ես գինել եմ գիտակցում ու հասկանում եմ ինչ գնով մենք միգուցե մենք չեմ հետագայում հետ գալու մեր հայրենիքը, բայց եթե մարդը կարողանա ռակուրսնա եւ հասկանա, որ այդ ամբողջը որ կա, երկիրը որ կա այսօրադրությամբ իրանն է, երևի շատ ավելի հեշտ կլինի, որովհետեւ ինձ համար տարբերություն երբեք չի եղել։ Նույնիսկ եմ ասում, միգուցե հենց այդ փաստը մայրական տան, պապական տունը, որ մենք գնում ենք Արփենիկ տատիկի մոտ, ախալցխել լրիվ ուրիշ կոլորիտ, բայց դա ինքն էր։ Անկախ նրանից, որ մենք մտնում ենք, սահման ենք անցնում, ինչ որ ուրիշ երկիր ենք գնում, բայց ինքը իմն էր, այդտեղ մայրս էր ծնվել։ Իսկ ես Ուսով եմ, որ կկարողանան ռակուրսով նայել մի քիչ այլ ձև փոխվեն, էլի։ Ինձ իրականում շատ դեպքերում դուր չի գալիս թե մեր բոլորի կողմից, որ մարդիկ հային հայի դեմ հանելու օտար խոսակցություններ են տանում, էլի։ Դու ստեղից ես, դու ստեղից չես, մեկ ջղայնանում ասում ժողովուրդ, այդ բոլորը տեսենք ստեղ, հա, Թումանյան փողոցի վրա եք ծնվել, հա, իմը կոնը որն է։ Մի քիչ տարօրինակ, չգիտեմ, ես չեմ ուզում մինորային վիճակի բերեմ, բայց կան բաներ, որոնց հետ չեմ կարողանում համակերպեմ, որ հայը հանդեպ չպիտի տես լինի իրականում։ Մենք շատ քիչ ենք ու մեկից գոնե քրիստոնեավայել պիտի իրար հարգենք սիրենք։ Չեմ ասում թշնամուց սիրես, դա շատ բարձր ստադիա է, գոնե քեզ սիրի, որտեվ այդ ընդհանրած դա դու ես։ Ոնց որ կոնն է բարոյականություն, տենց ազգինն է բարոյականություն, դու ես ազգի բարոյականության ընդհանուր մտածելակերպի մի մասն ես։ Եթե դու ատելություն ես տարածում, կլինի դու գնաս ուրիշ ազգի, որպես ուրիշ մարդ ներկանաս, որովհետև դա սխալ է։ Ես մի քիչ գիտեք երևի ինձ էլ ես մի քիչ շատ ռացիոնալ եմ այդ հարցում, մի քիչ շատ չոր ու կոպիտ եմ այդ հարցերում էլ վերաբերվում։ Չեմ ընդունում ես այդ վիճակները, այդ տարանջատումը, քանդումը, ինչ ան, ուշ։ Դու Արցախցի ես, չէ, դու բան ես, Գորիսեցի ես, չէ, դու Ախալքալաքցի ես, չէ, դու այ քեզ բան։ Երբ է հիշելու որ հայ է, հայը երբ է հիշելու որ ինքը հայ է, կամ մի հատ ուրիշ հարց, երբ մոռացավ ինքը որ ինքը հայ է, երբ։ Այդ է խնդրեմը, լավ կլինի իմ ընկերները գիտեն, իմ ընկերներից կայինենք իմ համար շատ ցավալի բան են ասում, որ չեն կարողացել, չեն գտել սուտ աշխատանքի, որ հասական իրանց խնդիրների պատճառով ստիպված լքել է երկիր, դա իմ համար ամենացավոտ կողմն էր։ Ու իրականում իրանք հասկաց, իրանց մեջ մի հատ վատ բան կար, ես չեմ կարող իրականությունը չխոսել։ Իրենք չէին զգում իրանց օտար, իրենք սիրում էին Մայր Հայաստան, իրենք նույնպես սիրում են, բայց օրասական վիճակը ստիպել է իրանց լքել երկիրը։ Ես չգիտեմ, հաջորդ ծնվող սերունդը արցախցի չի լինելու, հասկանում եք։ Այդ գիտակցումը պետք է լինի, էլի։ Բարբանից ենք խոսում երևի արդեն։ Վահան, 21 թվականին երբ մեկնեցիր Արցախ, պատերազմից ընդամենը կարելի ասել անգամ 1 տարի չէր անցել։ Ժողովրդին կարծում եմ թատրոնը օգնեց դուրս գալ այդ ստրեսային վիճակից։ Ես եմ այդպես կարծում, հետաքրքիր է։ Կային մարդիկ, ովքեր ընդհանրապես թատրոն այցելությունը ակտիվ էր, դրա պահանջը մարդիկ զգում էին, բեմը տալիս էր իրենց ինչ-որ բան, որը փոքր-ինչ կմեղմացներ, սփոփանք կլիներ, կամ միգուցե մեկ այլ կողմից նայեր, որովհետև իրականում հոգեկան եւ հոգեբանական վիճակը շատ ծանր էր արցախցիների։ Գիտեք, հոգեբանական վիճակը երբ որ ասում են շատ ծանր էր, ես հիշում եմ Խրամորտի դեպքերը։ Խրամորտի դեպքերի ժամանակ մենք մանկական ներկայացում ենք խաղում։ Լեփլեցուն դահլիճներով։ Երբ որ Թշնամին առաջ էր եկել, Խրամորտի քարագլխում մոտիկ էլ Ստեփանակերտին շատ, Ասկերանն էր դա։ Բայց մենք շարունակում ենք խաղալ մանկական ներկայացում մատնաչափիկը, դա սուրտ դահլիճում այդ ժամանակ պայթեցված էր գազի խողովակատարերը պայթեցվել էին, հոսանք անջատումներ, տրանսպորտը չկար, ձյուներ եկել մարտ ամսի սկիզբն էր։ Ու այդ մարտ ամսին հանդիսատես անգամ այդ վիճակում գալիս էր։ Գիտեք, մենք եկել էինք մի ընդհանուր հայտարարի տնօրենության ու ընդհանուր ստեղծագործական տնի հետ,
Գոյություն կա բովանդակային մտածելակերպ այս աշխարհում։ Մեր շատ կարևոր է որ բովանդակային եւ ձեռագիր ես հասկանում։ Երբ որ դու գիտակցում ես, որ դու առաջնագիծ ես, քո թատրոնն էլ պետք է լինի առաջնագծի։ Առաջնագծային մտածելակերպի թատրոն պետք է լինի։ Թատրոնի մասին իմ վերաբերմունքը շատ ուրիշ է, Փափազյանի թատրոնի, իրանք ուրիշ ընտանիք են ինձ համար դարձել, որովհետև երբ որ մեր խրամարտի դեպքերն էր, թատրոնի տնօրենը շատ լուրջ տղամարդկանց հավաքեց, ժողով կազմեց, ու թատրոնը ներկայացավ, որ պատրաստ է մեկնել, ու 100% տղամարդիկ ներկայացան, որ պատրաստ են մեկնել առաջնագիծ, բոլորի մոտ շոկ էր։ Երբ որ հարցեցին ինչի, ասացի, եթե մենք իրականում տես չլինենք, ուրեմն այն ինչ մենք կարողանում ենք բեմից դա սուտ է։ Կար պահանջարկը հարցը մենակ հանդիսատեսը չի, հարցը նաև այն մարդն է, ով որ բեմի վրա է։ Կարևորը իրանցից է գալիս։ Հանդիսատեսը, գիտեք, հանդիսատեսը ինքը գալիս է կամ չի գալիս, բայց եթե դու կարողացար իրան բերես, դու ես կարողանում իրան բերես։ Սուտը, որ ասում են բանը, հանդիսատեսը ուզում է կամ չուզում։ Հանդիսատեսի ուզածը ինքը միշտ տարօրինակ է։ Դու պիտի ինչ-որ բաներ միշտ առաջարկես։ Եթե դու ունես առաջարկելու բան, մենք շատ բարդ բաներ ենք իրար հետո իսկ բեմադրում։ Մենք գրեթե չունենք կատակերգություններ։ Մենք իրար հետևից բեմադրեցինք հրաշելուսնի վրա, այլ մինչև դա բեմադրվեց Նարին Աբգարյանի երկնքից 3 խնձոր ընկավ, Կարինեն Քոչարյան բեմադրել այդ ներկայացումը, հետո մենք մանկական Քաջի Կարությունյան ինչ հետ արել էր Ալվան ծաղիկը, աշացի ծաղելի, հա մի հատ շեղվենք թեմայից։ Ես շատ եմ սիրում, երբ որ լինում են կալամբուրներ կյանքում։ Շատ լուրջ դեմքով ռուսական թերթերը թարգմանել էին Ալվան ծաղիկը Ցվիտոկ Ալվանը։ Դա իմ համար կուրիոզ էր, երբ որ մենք բոլորս ծիծաղում էինք այդ վիճակը։ Իսկեն հանդիսատեսը չէր կարող չգալ։ Հասավ նրան, երբ որ մենք անմահների դիրքն էինք արդեն բեմադրում, ինքը շատ բարդ բեմադրվեց։ Անմահների դիրքը ինքն պատկերացրեք ձեր նման, բայց երիտասարդ տարիքում աղջնակ իր ամբիցիաներով իր ամեն ինչով նորմալ լրագրողական ամբիցիան ես սիրում եմ։ Գալիս է խրամատ, որպեսզի նկարի առօրյան զինվորի բան ինքը ունի խնդիրներ, անջրպետ կա իրար մեջ տարբեր գաղափարներով են ապրում։ Մեկ էլ X պահին սկսում է պատերազմը եւ շրջափակման մեջ են հայտնվում մենք։ Ու արդեն այդ պայթ սկսած այլակերպվում է ամեն բան, ամեն վարքյան։ Տվյալ ներկայացմանը մի ամիս առաջ պետք է տոմս մարդի գնեին, որ տեղ լիներ։ Ու իրական տեղ չկար։ Շատ տարօրինակ էր, որ մենք իրար հետ աշխատում ենք, հասկանում ենք, տնօրենը ամեն անգամ ասում է դա բյուջե չկա, պետական բան, ասում ենք դա չկա։ Ինչ անենք, եկեք հավաքվենք, խելքի տանք, չգիտեմ, տնտեսենք, գործեր անենք ու ստացվում է։ Իրականում Ստեփանակերտի բնակիչները սիրում են թատրոն։ Իրանք թատերասեր բանն ու իրանք բական գրագետ թատերասեր էին։ Բական հետաքրքիր գրագետ թատերասերին իրան չէր կարա խաբեիր։ Մանավանդ այս թեմայի մեջ, երբ որ իրանք իրական առաջնագծի վրա էին, իրանք առաջնագծի մեջ դու չես կարա խաբես իրանք։ Դու իրականությունը պետք է մի քիչ ճիշտ մատուցես այդ ամեն ինչի հետ մեկտեղ։ Բայց ու մարդիկ գալիս են հետո եկա բլոկադայի օրերը։ Այնպես ստացվեց, որ բլոկադայից առաջ ես եկել այստեղ պայմանագրեր կնքելու չկարողացան հետ տանային փակվել էր։ Շուշիի անցակետը փակել էին 22 թվականի դեկտեմբերի արդեն։ Դեկտեմբերի ես եկել 12-ին էր, ես եկել եմ դեկտեմբերի 9-ին, ես 12-ին պետք է վերադառնայի ու չկարողացա վերադառնալ։ Չկարողացա։ Ես մի քանի անգամ այդ շատ ունիկալ է, բլոկադայի մեջ մի քանի անգամ դիմել եմ Կարմիր խաչին, որ ինձ կարողանան տեղ տանեն։ Սա բառը չէ, ուղղակի ով ցանկություն ունի կարող է ճշտել Կարմիր խաչում տվյալներ կան, որ ես դիմել եմ։ Իրենց որ ինձ տանեն վերադարձնեն Արցախ, երբ որ ասում են ինչ ես գնում։ Տարօրինակ չէր իրենց համար դա։ Հա, տարօրինակ էր, որ ասում են ժողովուրդ ասում են իմ ընտանիքը, թատերական ընտանիքը ընդեղ ամոթ է, ես տեղ եմ։ Չի կարելի։ Ես իրանց հետ կիսել եմ լիք բաներ, լավն եմ կիսել, հիմա իրանք վատի մեջ են։ Բարավ այդքան չանդրադառնանք, թե չեմ անկողզվեմ այս թեմայից։ Այդ ընթացքում բեմադրվեց մանկական ներկայացում, քանի ես այստեղ էի։ Մարիանն Գրիգորյանը, Քաջի Կարությունյան զանգով խոսում էինք իրար հետ ինչ անենք, ոնց անենք, որից հետո արվի բան, ասում որ կապ չունի, որ բլոկադայի ամանորյա ներկայացում պետք է լինի։ Այդպես էլ թույլ չտվեցին քեզ։ Չէ։ Խնդիրը Կարմիր խաչը իր առաջ չէր վերցնում։ Հենց ասում էր քո անձնագիրը Արցախյան չի։ Դու բնակության մշտական վայր չունես, մենք քեզ չենք կարող հետ տանել։
ներվ է ահավոր, ես հայրս տերում էր վիճակս, ասում են ես դիհարել էի ահավոր, ներվային վիճակում սպիտակ էր բանցես, ինչի որտև դե մարդկային բան կա, բարականության նորմեկ կա, դու չես կարող տարբեր նայել այդ ամեն ինչին, արվեց ամանորյա հեքիաթ, ձմեռային հեքիաթ անվարտակ, ամանորյա հեքիաթը։ Այսինքն հերավար դու կարգավորում ես թատրոն։ Չէ, ես չկարգավորեցի, ես փորձեցի օգնել իրանք մեր դասկաճիկը այդտեղ հանգիստ նորմալ է, լավ է սա, կանենք մենք։ Ու ես խոսում եմ, ասում եմ, ինչ է վիճակը։ Մարդիկ այդ հացի հերթերից, այդ վատ վիճակից ամեն օր գալիս էին փորձի, ամեն օր։ Իրենք խաղացին Արտակերտում, Ստեփանակերտում, Մարտունիում, պատտվեցին, խաղացին մանկան ներկայացումը, տնօրենը մի ձև կարողացել էր վարալիք հայթայթեր, խնդրել պետությանը, որ մի քիչ վարալիք հայթայթեր, որ գնան Արտակերտում խաղան, որից հետո շատ լուրջ որոշման եկանք ընդհանուր հեռահար, որ ճիշտ կլինի այդ վիճակում կատակերգություն բեմադրվի եւ բեմադրվեց վրացի հեղինակ Բուաչաձեի Բաքվում կատաղի շունկան ներկայացումը Գաջիկ Կոմես Հարությունյան, որը էլի լեփլեցուն դահլիճներով խաղացվում էր։ Այսինքն այդ ամբողջ ներկայացումները շրջափակման մեջ էր շարունակում։ Ուրեմն շրջափակման վերջին ընթացքում խոսում էինք։ Ես ինսցենիրովկեն արեցի Վահե Քաչայի գիշատիչների խնջույքը, երևի կհիշեք թեման, ֆաշիստական Գերմանիայի ժամանակաշրջան, Ֆրանսիա, Փարիզ, բլոկադայի մեջ գտնվող Փարիզը, գերեվարված մարդիկ մի տան մեջ են ապրում, որտեղ փողոցում սպանում են գերմանացիների եւ գերմանացին մտնում են, որ ասում են դուք պետք է որոշեք, ես ում եմ տանելու եւ գնդակարարը։ Նմանատիպ թեմատիկայի մեջ էր հերահար պատրաստեցինք այդ ներկայացումը եւ սցենարական աշխատանքները կատարեցինք, ուղարկեցինք պարոն Հարությունյանը, ես այնքան շնորհակալ եմ, որ նամա գիտեք, երբ որ ինձ ասում են ժողովրդական արտիստ, ես ասում եմ ժամանակին մենք հասկանում ենք, որ Սոս Արտաշեսիչներ Սարգսյան կան են մարդիկ, բայց այսօր ես երբ որ տեսնում եմ, որ մարդը թատրոնում պատրաստ է իր վրա վերստե պատասխանատվությունը 80-ի մոտ էր մարդը 80 տարեկանի մոտ է, որը կարա այն ծիգաջ բարկալ իր հետևից քաշում ամեն ինչ ոչինչ, թող թերի լինի, թող կիսատ լինի, բայց պետք է աշխատենք։ Սաղի վրա ջղայնանք աշխատել են, ուրեմն 3 անգամ խաղացվեց Վահե Քաչայի գիշատիչների խնջույքը։ Այդ ընթացքում նորից մանկական ներկայացումը արդեն մեծ դահլիճում կարծես թե 3000 հանդիսատեսի համար խաղացվեց այդ վերքորում կարծես ես հիմա թվերը ռեալ չեմ հիշում ճիշտ շոկի մեջ էին ընդհանրապես բոլորը ինչն էր ունիկումը 21 թվականից ինչ-որ պոակների ղեկավարները ու կառավարությունը մեր շփման մեջ ասում են մենք չենք հասկանում ոնց է ասում որ դուք մայիս ամսին պլանը գերակատարած եք լինում ամեն ինչով ներկայացում եք քանակը ֆինանսը բան ու գերակատարելուց հետո չեք նստում տունը դուք շարունակում եք աշխատել աշխատանքը ինքը բավականին հետաքրքիր գիտեք երևի այդ աշխատանքն էր ես հստակ բան կարամ ասեմ այն հանդիսատեսը որը կերարմանների դիրքը նայել է ուրիշ ձև է սեպտեմբերին բարձրացել դիրքեր ուրիշ գիտակցման բարձրացել որտեղ մենք հասկացել ենք ով ենք մենք որտեղից էին գալիս եւ որ են գնում փորձել ենք գոնե փոխանցել սցենարի հեղինակը Էդուարդ Ներզորեկյան որը բավականին երբ որ ինքը նայեց ներկայացում ինքը չճանաչեց Այն ինչ որ մենք արենք, որտեղ ես իրան խնդրել եմ, որ ես փոփոխելու եմ, ու ինքը ասաց ես կողմ եմ։ Իդեպ Սարգիսը Գրիգորյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներից նույնպես սցենարը տրամադրելու մեջ ահագին օգնել է մեզ։ Իրան եթե դեմ չեք իրանց հրահար ողջույններս ու շնորհակալությունս ասեմ, որտեղ այդ բանին իրենց ներկայացման հետ կապված օգնությունը շատ կարևոր էր մեզ համար։ Ինքնուրույն ենք ստեղծում ամեն ինչ, ու դուրք մարդիկ հայտնվեցին, որ Սարգիսը դե ժամանակին վճարել էր այդ ներկայացման համար, որպեսզի այդ ներկայացումը գրվել, որ մարդու ասաց իհարկե, հենց հիմա ուզում եք դեկորը վերցրեք ձեզ, Երևանից տարեք, խնդիր չկա։ Շատ կարևոր է մեզ, ու ինքը դրական ատմոսֆերան, որը որ կա թատրոնի շուրջ, ինքը բոլորին միավորում էր այդտեղ։ Բոլորը փորձում էին գային շփվեին մեզ հետ։ Մենք շատ ընկերներ են տեղի ունեցանք, ովքեր մարդիկ են, որ շատ մարդիկ հանդիպեցին այդտեղ եւ մտերմացան։ Երբ որ մենք խաղում ենք Արմանների դիրքը դրամատիկական թատրոնում իդեպ ստեղ խաղացինք մի հատ ունիկում էր, էլի, քաղաքական բոլոր դաշտի բոլոր ներկայացուցիչները եկել էին նայելու ներկայացումը։ Երբ էր դա։ Դա արդեն հայաթափումից հետո էր, ես կանադառնամ դրան հետո առանձին, բայց գիտեք ինչ էր, ունիկալում։ Երբ որ վերջացավ ներկայացումը, բոլորը հասկացան, որ բոլորը լաց են լինում նույն ձև։ Բոլորը ապրում են նույն ձև, բոլորը հուսված են։ Ու այս ցավը բոլորինն էր։ Չգիտեմ ինչն է ստուգ։ Բարբան ենք խոսում։ Բայց նորից եմ ասում, իրականում որ խոսում ենք բոլորի հետ,
Այ ոնց որ Արցախը ինձ դաստիարակեց ու տվեց, շատ կուզենամ, որ իմ ընկերներին, ովքեր Երևանում են, Երևանը տա ու դաստիարակի յոլովի։ Որտեվ նույնիսկ եմ ասում, Արցախը ինձ շատ բան տվեց ու ինձ փոխեց, ինձ մարկայինորեն ինձ ավելի լավը դարձրեց իրականում։ Ավելի մտածող, ավելի բարի լիքը տեղ էր դժվարության մեջ։ Ինքը ստիպեց վերանայել աշխարհն ու ամեն ինչը։ Չես կարծում, որ եթե 21 թվականին Արցախ չմեկնեիր, միգուցե այդ հոգեբանական ճնշումը, որ կար նաև ողջ հայության մոտ, շատ ավելի դժվար կլիներ քեզ տանել, որովհետև կարծում եմ, Ես կխելագարվեի, ես անկեղծ եմ ասում։ Ես ինչ ճանաչելով ասում եմ, ես կխելագարվեի, ես իմ տեղը չէի գտնում։ Ես իրականությունով, ես սա պարզապես բառը չեմ, ինձ ճանաչողները գիտեն, որ ես տեսել են իմ վիճակը, տանն են տեսել, դուրսն են տեսել, իմ լռությունն են տեսել։ Երբ գայի ես եկեղեցում նստած էի լուր նստած, ոչ ոք չկար, ես լուրը, որտեղ ես չէի, կոմունիկացիա չէի գտնում ոչ մեկի հետ։ Ինքը շատ պետք էր, ինձ էր պետք, ոչ թե ասում են դու պետք էր, այլ ոչ, դա ինձ էր պետք, որ ես գնա այնտեղ։ Ու համար կարծեք թե այդ ամբողջ ճանապարհը, որ ես անցել էի, գնայք հուզվում եմ, էլի։ Ամբողջ ճանապարհը, որ անցել էի, ինքը ինձ բերում էր, որ ես պիտի գնամ այնտեղ։ Իրականում ես վերջերս մեկը մի հատ հարց տվեց, ասես դու ինչ ես բերել Արցախից քեզ հետ, որ ինչ ես տվել, ես ասի հարցը ինչ եմ ես բերել, հարցը այն ինչ եմ ես թողել։ Այսինքն ինձ չհարցեք ինչ եմ բերել այդպես, որտեվ ստեղա կառուցված բերածը։ Ինչ եմ թողել, եկեք մի հատ այդ տեսանկյունից նայեք, էլի ես չեմ ուզում մենակ արցախցիները սա նայեն, ես ուզում նաև ամբողջ հայությունը մի հատ հասկանա Արցախում ինքը ինչ է թողել։ որպեսզի գնա դրա հետևից նորից։ Ես չեմ ասում գնա, թող մի հատ ինքը հասկանա ինչ է թողել։ Կամ ինքը այդ թողածը ստեղ կարելն է ստեղծի զրոյից։ Շատ ավելի լուր, շատ ավելի լավ։ Բիբլիական թեմաներ շատ կան, լավ, օքեյ, բան, բուլղարացիներից եկեք խոսենք։ Բուլղարացիք թողացին իրենց հայրենիքը եւ եկան հասան հողը դրեցին ինչ-որ սև ծովի ափին եւ ստեղծեցին այն հայրենիքը, որ իրանք այսօր ունեն։ Տրոյացիները գնացին հասան Իտալիա եւ ստեղծեցին ռոմեական կայսրություն հետագայում։ Ինձ թվում է, որ գիտեք, ոնց մարդ հա ասում փորձություն, տենց էլ ազգն է ասում փորձությունը, չգիտեմ, սա մեր ազգի համար փորձություն է տրված։ Չգիտեմ, պատվով կանցնենք թե չէ, բայց սա փորձությունը, որ պիտի հասկանաս, որից դու պիտի ավելի ուժեղ դուրս գաս։ Ցավալի արվածներից մարդը ավելի ուժեղ պիտի դուրս գա, ոչ թե կոտրվեի։ Թատրոնի խաղացողները, դերասանները Երևանում են։ Հանդիպում եք, հիշում եք այդ ժամանակները եւ ընդհանրապես իրար հետ հանդիպելով ինչի մասն եք աշխատում եք չվերհիշել անցած դժվար ճանապարհը, թե հիշում եք եւ մեկդ մյուսին ուժ եք տալիս։ Մի քիչ այլ ջերմություն է մեր իրար հետ։ Երբ որ մենք հանդիպում ենք, մենք ավելի շատ լռում ենք, քան խոսում ենք։ Շատերը չեն ստեղ։ Մարկա, որ օրինակ Կաման Այսպանիայում Վանաձորում, Մարկա Գյումրիում, Մարկա Ստիպաց ասում լքի գնացել են իմ ամենացավոտ թեման է, որ մարդիկ կայնով գնացին երկրից։ Դա իրոք իմ ամենացավոտ թեման է։ Բայց ում հետ հանդիպում գիտեք, այդ լռությունն է շատ է։ Մենք այնքան ենք իրար հետ ապրել, մեր վեր, որ պետք չի մենք իշու բանից խոսանք։ Մեր էներգետիկաները այն որ կա, որ մի լեվելի վրա է էներգետիկան մարկանց, այդ ուրախությունն է, ամեն ինչ իրար հետ է, այն որ լռություն կա մեր մեջ ինչ-որ էս բան ընդհանուր։ Կապ չունի, որ ես Երևանից եմ, իրանք Ստեփանակերտից է, մեր լռությունն ընդհանուր է։ Դա մեր ընդհանուր լռությունն է։ Մեր վերաբերմունքը, մեր սերը, մեր այնտեղ կարող է ջղայնանալ իրանց վրա, իրանք ին վրա ջղայնանային լիդեր, բայց այստեղ մի քիչ ուրիշ ձև է, ավելի սա ամենից հետո ավելի ուրիշ ձև է նայում։ Օրինակ յամա չգիտեմ, կարող է համար ման գա, առաջուշատություն չդարձնի, հիմա փորձեմ ամեն ձև օգնել։ Նույնն էլ հակառակը։ Հիմա ավելի ուշադիր ենք դառել իրար հանդեպ, շատ ավելի ուշադիր։ Որտեվ վերջը մեկիս հանդեպ թեկուս զուտ բարոյական մարդկային պատասխանատվություն կրում ենք։ Իսկ դժվար չէր 23 թվականի, երբ դու Երևանում էիր, իմանալով, որ ժողովուրդը, հենց թատրոնի դերասանները, քո ընտանիքը, ինչպես դու ես ասում, եւ մյուս նաեւ արցախցիները, ովքեր հանդիսատես էին եղել, բայց հանդիսատեսի հետ
կապը հնարավոր է նաև որովհետև ստանում ես, հա, դու հանդիսատեսից այդ ջերմությունը լինել Երևանում եւ հնարավորություն չունենալ որևէ կերպ գնալ։ Ինչ ապրումներ էին։ Ամենակ դա չէր, երբ որ սեպտեմբերը դեպքերը այդ եղավ, ես ամեն օր խոսում եմ, օրը 2-3 անգամ բոլոր այդ խոսում էի հերթով։ Սեպտեմբերի դեպքերը, երբ որ եղավ, ես չէի կարող կապնվեի ոչ ոքի հետ։ Ես տեղը չէի գտնում իրականում։ Հետո հետ զանգեց ինձ, տնօրենը հետ զանգեց ինձ, այնքը։ Հասկացա, որ այդ ամենը պետք է դնել մի կողմ էսպայն ու հասկանալ ոնց ես դիմավորում։ Ու ինչ ես անում, ինչպես ապրել այս ամենից հետո։ Որտեվ իրավիճակ չէ, հոգեվիճակ է փոխվել, մարկային ֆորմա է փոխվել, վատ բան է եղել, պետք է հասկանալ, որ ես ապրել։ Չեմ կարող բացատրել ինչեր ես կատարում, երբ որ ես այստեղ եմ, չէ, դա բացատրելի չի իրականում, դա իրականում անբացատրելի բան է։ Այն որ Կարմիր խաչի միջոցով, մյուսը փորձել են գնալ, չեն տանում ու չեն տանում տանեն։ Ուղիղ տեքստով զանգել են օպերատիվ շտաբից, ասել են, հա, այդ ընթացքում տպագրվեց Փափազյանի անվան թատրոնի 91-ի գիրքը, Երևանում տպագրվեց։ Մենք մի ձև հասցրեցինք, մենք հասցրեցինք Գորիս ընկերներս, հետո կարողացան այդ վիճակում մենք թատրոնի 91-ի գիրքն ենք տպագրել ու հասցրել ենք Ստեփանակերտ։ Ես կարողացա մենակ դա անել, մեկ էլ գիշատիչների խնջույքի սցենարական աշխատանքները ուղարկել։ Միակ բանը, որ կարողանում եմ անել, գիտեք ինչ դա, որ անզորությունից ավելի վատ բան չկա այս աշխարհում։ Երբ որ դա քեզանից կախված չի։ Դու պատրաստ ես ամեն ինչին այդտեղ, էլի ախր, որ հասնես ընկերներ, բայց քեզանից կախված չի։ Անկամ որ դու անցնես, գնաս գլուխդ տնկացնես, ավտոն անցնես, դու տեղը մեկը չես էլ հասնի, հարցը դա չի, բայց անգամ դրանով էլ դու ոչինչ չես ակա։ Նա որ դու անելանելիություններ, այդ ամենադաժան բանը, որ եղավ հայի հետ, որ Իրան Արցախի հարցում դրեցին անելանելի վիճակի մեջ։ Մարդիկ կան, ես չեմ կարող չասեմ, այսօր անգարց ասում են, օրինակներ են բերում, որ Արցախը վատ է, նրանց են խոսում, որ դե լավ է էլի, որ չկա։ Ու մեկ ուզում ես հասկանաս, գնես դու ես որ խոսում ես, քեզ ով է տվել իրավունք նմանատիպ բաներ խոսելու, դու ողջ կյանքդ պահկված ապրել ես ու տենց էլ ապրելու ես։ Դու ողջ կյանքդ գոյությունը քարշ ես տալու, դու չես ապրելու, դու ինչ իրավունքով ես տենց խոսում։ Այդ քարշ տվողները մի քիչ շատ են առաջ եկել, այդ ինձ ուններից անում։ Ու այդ իրավիճակում, երբ որ մեզ բան էին անում, մեր հայերին այնտեղ մտել էին գյուղերը, հայկական գյուղերը, Տելեգրամային կանալներում ես տեսնում ինչա կատարում ադրբեջանական, մտել եմ նայում փորձում գոնե մեկին գտնեմ հասկանալ ինչա կատարում։ Հայկական սահմաններին ամեն ինչ նորմալ է, ինչ որ sense լոսունգներ ես լսում, ասում ասված եմ, մենք ուրիշ իրականություններ ենք ապրում, հա, լավ այդ հա ուրիշ են, մերը չեն, լավ։ Ցավը թեմաներ իրականում շատ կա Արցախի հետ կապված որ կարող խոսել, բայց ցավը լավը չխոսենք։ Ինչ եք մտածել թատերական ձեր ամբողջ անձնակազմով անել այստեղ։ Թատերական անձնակազմը այսպես ծրված է, որովհետև մեզ լուծարել են, լուծարված են, գոյություն չունի Փափազյան։ Վարան Փափազյանի թատրոնը երևի պետք չի Հայաստանի Հանրապետությանը։ Այս պայդրությամբ մենք թատրոնից դուրս դե կինոյով ենք շատ լուրջ զբաղվել, հիմա դե ֆիլմը արտադրողների ֆեդերացիան կանոն տաղավար ունի։ Եվ Արցախի հանրայինի հետ ու Արցախի ԳՄՍ-ի հետ համատեղ ստեղծված «Տուներ մտել» ֆիլմը մոտ մեկ շաբաթ հետո, որ բեմադրող ռեժիսորը ես եմ, լինելու է Կաննում։ Այսինքն մայիսի 15-ին, հա, 15-ից Կաննում է լինելու, այսպես դրանով ենք շատ գործ զբաղված։ Որ ասում են ինչ ես անում, ասում դե չգիտեմ, սա էլ իմ պայքարի տեսակն է, ես էլ փորձում սենց։ Որտեղ բլոկադայի մասին է, որտեղ կա 90-ականների բանը, ռեֆերենդումը կա հայտնի, որը որ կա երջանիկ ուրախացող ամբողջական Ստեփանակերտի հրապարակը պարող, երբ որ մարդիկ անկախությունը իրանց ճանաչեցին, միացումը ճանաչեցին, այս պայդրությամբ չգիտեմ, ոչ մի ակնկալիք չունեմ իրականում ֆիլմից, ինչ կլինի։ Իսկ ֆիլմը ինչի մասն է պատմում։ Ֆիլմը պատմում է տուներ մտել վերնագիրը ինքը իր մասին խոսում է, վերնագիրը միամիտ է, պատահական է եկել տուներ մտել, այսինքն
Արցախում ես ներկայացնում եմ, որ ցակոտուններ ու տուներ մտել, փորձանքներ տուն մտել, վիշտներ տուն մտել, թշնամիներ տուն մտել, տուներ մտել։ Ինքը տուներ մտնելու մասին է, որ ոնց են եկել փակել, բլոկադայի ժամանակաշրջանում ոնց են մարդիկ փորձում ապրել, ոնց բլոկադայում մեր հերոսուհիներից մեկի 5-րդ զավակը ծնվեց, ինքը դրա մասին էր ընդհանուր։ Ինքը ոնց էին ապրում մարդիկ, զուգահեռ իհարկե կային քրոնիկոններ թե 90-ականներից, իսկ ոչինչ չէր փոխվել։ Թե 90-ականների նույն բլոկադան էր, ուղղակի 90-ականների բլոկադայից հետո այլ բան եղավ։ 23 թվականի բլոկադայից հետո այլ բան եղավ։ Երկու տարբեր իրականությունների մասին էր իրականում։ Ֆիլմը հիմա ինքը գնում է։ Ուրախ եմ նաև, որ իմ ընկերներից Հովոն Գալստյան մի շատ ծանր պատմություն կա Վերայի պատմությունն է Մարտակերտում, որ գնացել էր հացի հետևից եւ երեկու երեխաները խեղդամա էին եղել ավտոմեքենայի մեջ։ Ինքը որպես պրոյեկտ ներկայացնելու է դա կանոն, երեք ինչ-որ անհատներ փորձում են պայքարել, բայց եթե քո անհատական մեջքդ պիտի պինդ լինի, էլի, Սարայի եղբայրների մեջ մի հատ տեքստ կա, ողնաշար ջարդված ժողովրդի հետ ինչ ասես կանեն։ Դովլաթյանը պատահաբար չէ տեքստը մեզ դրել Խորեն Աբրամյանի շուրթերին, որ Խորենա Հապկենիչը մեզ փոխանցի սերուն էին դա։ Իսկ դա պատահական չէր դրած։ Նա մի քիչ ես գնում եմ, որ մեր ողնաշարը մի քիչ խարխուլ է, տեղ-տեղ փշրված։ Պետք է այդ ամեն ինչից փորձել դուրս գալ, իսկ իմ արցախցի ընկերներին դու ոչ միայն ընկերներին, դու ինչ արցախ իմ հայերիս, իմ ոնց։ Նա դե եղավ վատը, կամ վատը բոլորս մենք անցել եք այդ վատով։ Ես հույս կունենամ, որ այնքան ուժ կունենանք, որ կարողանանք շարունակել իրար սիրել։ Ինձ եթե կարողացանք դա հաղթահարենք, որտեղ թշնամին ամեն ինչ անում է, որ մենք իրար ատենք մեր երկրի ներսում։ Մենք չպետք է դրան դրվենք։ Եթե չտրվենք, սկսենք այդ սիրուց սկսենք։ Դա մեծ բաների կբերի։ Շատ կարևոր, շատ չափից դուրս կարևոր եւ հիմնարար բան ասացիր, Վահան, որ պետք է միմյանց սիրենք, որովհետեւ եթե չկասեր որևէ ստեղծագործություն, որևէ գործ, որևէ արարում հնարավոր չի լինի։ Մայիսի 15-ին փաստորեն ֆիլմը կներկայացվի Կանի փառատոնում։ Տաղավարում, ուրեմն ֆիլմ արտադրողների ֆեդերացիան հայկական ունի տաղավար անում։ Ոյ դրաները առաջարկեցին, ասին մենք քեզ առաջարկում ենք ֆիլմը տանել մեզ հետ։ Ասեցի, օքեյ, բան խնդիր չկա, կներկայացվի այնտեղ աֆիշաները տպված են լինելու է ռոլիկը պատտվելու է ամբողջ իրանց տեղն ունենալու։ Հայաստանի կինոյի կենտրոնից բացի, կինոկենտրոն, Հայաստանի կինոֆոնդից բացի ունենալու է Հայաստան ունենալու երկրորդ տաղավար արդեն։ Դա ինչ-որ մի քայլ է նվաճ, որտեղ դա լուրջ տեղ է։ Մեկ էլ տեսար որևէ մի հեռուստաընկերությանը հետաքրքրեց եւ ինքը ուզեցավ ցուցադրի ֆիլմը, որը կապված էր Արցախյան բլոկադայի հետ։ Տեսնենք, բայց նույնիսկ ասում առանց ակնկալիքների նստած ենք շնորհակալ եմ ընկերներից, որ մենք կտանենք, դու նստի, կտանենք կներկայացնենք։ Շնորհակալ եմ, Վահան, կարծում եմ ամսի 15-ին եւ դրանից հետո, այդ ողջ ընթացքից հետո հնարավոր է, որ մենք իրոք, ինչպես դու ասացիր, արձագանք լինի եւ ուշադրություն սևեռվի հենց ֆիլմի վրա։ Տեսնենք, շնորհակալ եմ անչափ, շնորհակալ եմ շատ, իհարկե շատ հուզիչ է, բայց ինչպես դու քո խոսքում նշեցիր, մեզ պետք է սեր եւ մեզ պետք է նաեւ մեր ողնաշարը, կոտրված ողնաշարը ուղղել եւ սիրով միայն կարող ենք դա ուղղել։ Շնորհակալ եմ, հարգելի Վահան։ Ես եմ շնորհակալ։ Սիրելի հայրենակիցներ, իմ տունը քո տունն է հաղորդաշարի շրջանակում զրուցեցի Արցախի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահան Խաչատրյանի հետ։ Այսքան, ցտեսություն։